Ողջույն, հիշում եք, չէ՞, քաղաքապետարանը ամիսներ առաջ մի շատ լավ բան արեց եւ ավտոբուսի համար գծեր առանձնացրեց քաղաքում եւ մասնավորապես Մաշտոցի պողոտայում այս առաջին գիծը, որ տեսնում եք, դա ավտոբուսների համար առանձնացված գիծն է, բայց ոնց որ տեսնում ենք, ավտոբուսները առանձնացված գծով չեն երթևեկում, այլ երկրորդ գիծ են երթևեկում, դրանով խաթարվում է առաջին գծի իմաստը, նա, որ ավտոբուսները, խնդրեմ, տրոլեյբուսը, ավտոբուսները սովորական մյուս ուրեմն փոխադրամիջոցների չխանգարեն եւ հակառակը, որը որ ավելի կարեւոր է, սովորական փոխադրամիջոցները չխանգարեն հանրային տրանսպորտի միջոցներին եւ հանրային տրանսպորտի միջոցները ավելի արագ երթևեկեն եւ առավելություն ձեռք բերեն երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, բայց ինչպես ասացինք, ինչպես տեսանք, այս պահին օրինակ Մաշտոցի պողոտայում ավտոբուսները երթևեկում են երկրորդ գծով։ Ինչու՞։ Ահա թե ինչու, որովհետև առաջին գծում կանգնած են ուրեմն պետական պահպանության ծառայության համարանիշներով 230 SS01 այս Toyota-ները եւ հետեւաբար պետական պահպանության ծառայության ներքո գտնվող անձի են իրենք տեղափոխում, ուղեկցել եւ եկել են հասել են այստեղ։ Մի հատ հասկանանք, թե ովքեր են, ով է այդ անձը պետական պահպանության ծառայության տակ գտնվող սև BMW է, արդեն մոտավորապես պարզ է թե ով է, բայց որպեսզի ավելի հասկանալի լինի թե ով է, ավելի ենք մոտենում։ Խնդրեմ, 01 HH01 պետհամարանիշներով BMW-ն է, սա Ալեն Սիմոնյանի մեքենան է։ Այսինքն, այստեղ մոտակայքում գտնվում է գարեջրատուն, պետք է ենթադրել, որ այդ գարեջրատան մեջ գտնվում է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ կարող ենք արձանագրել, որ ուրեմն բարև ձեզ, ես ձեզ չեմ խանգարի, այստեղ երթևեկությունը գիտեք, շա ավտոբուսների համար առանձնացված է, առանձնացված երթևեկությունը, լավ, այսինքն պետք է ենթադրել ամենայն հավանականությամբ, որ ազգային ժողովի նախագահը գարեջրատանն է, միգուցե ճաշում է կամ գարեջուր է խմում, դա էական չի, էականն է, որ ուրեմն նրա այդ հանգամանքի բերումով ավտոբուսների երթևեք նախ երկրորդ գիծա կայանված մեքենաները, ինչը արդեն իսկ խախտում է եւ առավել եւս ուրեմն փակվել է ավտոբուսների երթևեկության գիծը։ Հանուն ճշմարտության պետք է ասել, որ այս տարածքում, օրինակ, խնդրեմ, տեսեք, այստեղ կանգնած է նաև Նատալի ֆարմի առաքման մեքենան, այնտեղ ներքևում կանգնած է պաղպաղակ ուրեմն առաքող մեքենան, այստեղ մի քանի օբյեկտներ կան, նաև ստորգետնյա սուպերմարկետ կա եւ ամենայն հավանականությամբ այստեղ շատ հաճախ են դա լինում եւ խնդիր կա այստեղ, բայց հարցն է, որ եթե պետության առաջին դեմքերը, հա, սկսած Նիկոլ Փաշինյանից, որտեղ սա Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատասխանատվությունն է, եթե պետության առաջին դեմքերը թքած ունեն ոչ միայն իրենց քննադատող քաղաքացիների վրա բառի բուն իմաստով, այլ նաև երկրի եւ օրենքի վրա, ապա ամեն ինչ էսպես է լինելու։ Այնպես որ բարի ախորժակ, պարոն Ալեն Սիմոնյան։